Արքա երկնավոր, դուր ինձ արքայությունը, որ խոստացար սիրելիներիդ, և զորացուց սիրտս, որ ատի մեղքը, սիրի միայն քեզ և քո կամքը կատարի, և ողորմիր քո արարածներին և ինձ սպասմամեղիս։ Սիրելի բարեպաշտ հավատացյալ, այս աղոթքը, արքա երկնավոր, դուր ինձ արքայությունը, որ խոստացար սիրելիներիդ, արտահայտում է մեր խոնարհ և խորը ձգտումը դեպի Աստուծո արքայությունը։ Երբ մենք խնդրում ենք Աստծուց իր արքայությունը, մենք խնդրում ենք ոչ միայն Աստծո օրհնությունը և առաքելությունը մեր կյանքում, այլ նաև նրա պայծառությունը, որը լուսավորում է մեր հոգին և մեզ առաջնորդում դեպի իր հրաշալի ներկայությունը։ Արքայությունը, որի մասին խոսում ենք, ոչ թե աշխարհիկ իշխանություն կամ մեծություն է, այլ Աստուծո անսահման խաղաղության, սիրո և արդարության գագաթնակետն է։ Հիշիր, որ երբ մենք հարցնում ենք Աստծուց այս արքայությունը, մենք պետք է պատրաստ լինենք մաքրվել, հրաժարվելով մեր մեղքերից և ցանկացած բաներից, որոնք խանգարում են մեզ լինել նրա իսկական ծառայողներն ու առաքյալները։ Այս աղոթքը ունի այն մեծ զորությունը, որ մեզ հիշեցնում է, սիրտը պետք է լինի բաց Աստուծո սիրո և կամքի հանդեպ։ Երբ մենք ասում ենք զորացու սիրտս, որ ատի մեղքը, դա մեր ցանկությունն է, որ Տերը մաքրի մեր հոգին ու մտքերը բոլոր անարդարություններից, մերիկական կամ արական հպարտությունից, երբ մենք մոռանում ենք նրա ճանապարհը։ Տեր Աստված մեզ հրավիրում է սիրել միայն նրան, նրա կամքն ընտրելով որպես մեր կյանքի հիմնական ուղենիշ։ Այս խնդրանքը ոչ միայն ընդգծում է Աստուծո սիրո ներուժը, այլ նաև խորը աղոթք է դեպի մեր անձի վերածնունդ, դեպի այն ներքին աշխարհը, որտեղ մենք հրաժարվում ենք ինքնասիրությունից և ցանկանում ենք, որ Աստված ամեն քայլը մեր առաջնորդի։ Երբ մենք այդպես փորձում ենք ապրել, մենք բացում ենք սրտերը նրա համար, որպեսզի միայն նրա կամքը կատարվի մեր կյանքում։ Այս ճանապարհին մենք հաճախ կփորձենք տրվել մեղքի գայթակղություններին, բայց հիշիր, սիրելի բարեպաշտ հավատացյալ, Աստված միշտ պատրաստ է ողորմելու մեզ, երբ մենք անկեղծորեն ներում ենք խնդրում նրան ասելով. ողորմյա քո արարածներին և ինձ բազմամեղիս։ Նա ողորմում է բոլորին, երբեք չի հրաժարվում նրանից, ով սրտանց փնտրում է։ Թող Տերը քեզ լցնի իր անսահման սիրով ու խաղաղությամբ։ Թող սուրբ սիրո և մաքրման ուժը կտրի բոլոր այն կապերը, որոնք խանգարում են քեզ սիրել Աստծուն, ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ։ Եղիր համբերատար և վստահիր Աստծուն, նրա կամքը կատարելու մեջ, քանզի միայն այդպես կարող ես իրական արքայություն գտնել, այն արքայությունը, որ խոստացվել է սիրելիներին։ Սիրելիներ, միշտ հիշեք, որ Աստուծո արքայությունը այն չէ, ինչ տեսնում ենք աշխարհում, այլ այն, ինչ ապագայում պարգևելու է նրանց, ովքեր սիրեցին Աստծուն ավելի քան իրենց կյանքը։ Մեկ օր այն կպատահի, ու քո սիրտը պատրաստ կլինի ընդունելու այն։ Ամեն։